Նրանք մեծացան հայրենիքից հեռու թատրոնների եւ համերգասրահների կուլիսներում, երգերաժշտության ու արվեստի մեջ, բայց հայկական տաղանդով ու շնչով։ Երբեք չմոռացան Հայաստանն ու հայ դատը։ 102 տարեկանում Շառլ Ազնավուրի մահվանից 7 տարի հետո Ֆրանսիայում մահացավ նրա կյանքից ու արվեստից անբաժան քույրը՝ Այդան։ Նրանք երկուսով որոշել էին միասին տոնել իրենց 100-ամյակը, բայց Շառլը 2018-ին խախտեց պայմանավորվածությունը։ Այդան ընդամենը 1 տարով էր մեծ Շառլից, բայց միշտ նրան ասում էր փոքրիկ աղբարիկս։ Հենց այդպես էլ կոչել էր իր ինքնակենսագրականը, որտեղ պատմել էր քույր ու եղբոր անբացատրելի կապի եւ Ազնավուրների ոդիսականի մասին։ Քույրս մեր տան ամենահզորը երաժիշտն էր, երգում էր, նվագում, երաժշտություն ստեղծում, բայց իր կյանքը նվիրեց ընտանիքին։ Շառլ Ազնավուրն այսպես էր քրոջը մեծարում, որն ամուսնացել էր հայ ազգի կոմպոզիտոր Ժորժ Կարվարենցի հետ։ Ազնավուր Կարվարենց ընտանիքը աշխարհին եւ հատկապես հայերին նվիրել է այնպիսի երգեր, որոնք իսկական երաժշտական ժառանգություն են, քեզ համար Հայաստանից մինչև նրանք ընկանն ու մի հավերժական սերը։ Բայց քչերը գիտեն, որ 2007-ին քույր ու եղբայր կրկին նստել են դաշնամուրի առջև եւ նոր երգ ձոնել դարերի ընթացքում չարիքներին դիմակայող Հայաստանին։ Հատկապես Արցախի բլոկադայի ընթացքում այդ երգը տպավորություն էր թողնում, թե այդ տողերն Ազնավուրները գրել էին հենց այդ օրերին։ Քո սահմանի մոտ թշնամիներդ են վրաններ խփել, ճակատագիրն է քեզ միշտ հարվածել, սակայն դու կրկին ոտքի ես կանգնել, բյուր փորձանքների, շատ ցնցումների միջով ես անցել, չարիքների ես դիմագրավել հազարաբերան, թշվառ, տառապյալ, անուշ Հայաստան։ Քո լեզվից երբեք չես հրաժարվել, քո մշակույթն ես հրաշքով փրկել եւ գերմարտկային ճիգերի գնով խավարին հաղթել։ Քեզ ավերել են, կրկին հառնել ես Փյունիկի նման եւ ամեն անգամ նորից սկսել ու բարգավաճել։ Իմ քնքուշ, չքնաղ, անուշ Հայաստան։ Այդ Ազնավուրը եղբոր հիշատակը շարունակում էր վառ պահել նույնիսկ զառամյալ տարիքում։ Շանսոնիեի կյանքին նվիրված ֆիլմը ստեղծելիս հեղինակները մանրամասներ էին ճշտել հենց նրանից, եւ ֆիլմի պրեմիերայի օրը Փարիզում 101-ամյա Այդա Ազնավուրը հայտնվեց հանրության առջև, եւ դա եղավ նրա հրապարակային վերջին հայտնությունը։ Օրհնեց ու բարի ընթացք մաղթեց։ Այդա Ազնավուրը կհուղարկավորվի Մոնֆոր-Լամորիում գտնվող Ազնավուր Կարվարենց ընտանեկան դամբարանում։ Հասմիկ Առաքելյան, Reopen Media։